Arman Tsarukyan'ı videon մի քիչ երկար նայենք, հա? Armenia. Nina, where are you at? Sevan, Armenia. Oh, he's hungry. Merci. Lava, peche. Your hat. Any tour. So, de Gnaiko? Tano. Isa ka pag-igisan. As bagong kayo contact papit. Yeah. Let's go this way. Chris. Barne. Накарես մի հատ։ Elvis, ֆոտոգրաֆիրը բրոս։ Փուչ նկարես մի հատ։ We'll give Chris my bag. Is Chris, տեսարանը։ can you take my bag? Մարդը գոռում է, երկու դրոշները բերեք։ Այսինքն մեկի մասին չի ասում։ Հետո բացատրում է, որ ես Հայաստանում եմ, ռոլիկա նկարահանում։ Այս մեր Սևանն է, ու Սևանի ափին մարդը ուզում է հայկական դրոշի տակ նկարվի։ Ու վերցնում է Հայաստանի դրոշը, որ Սևանի ափին նկարվի։ Ասենք դրա մեջ ինչ խնդրեմ կա, պրոստը ես չեմ հասկանում, էլի։ Հանենց չեղավ, որ այն մի դրոշից ինքը հրաժարվեց։ Այդ մոմենտին այդ մի դրոշ։ Արման Ծառուկյանը Արցախի դրոշը չվերցրեց։ Սա մեր ազգի համար դարձավ մի մեծ պատմություն։ Մոռացանք Արման Ծառուկյանի արած լիքը լավ գործեր Հայաստանի համար։ Հիմա ասեմ ինչու։ Այսօրվա դրությամբ երևի թե բոլորը չգիտեն, որ զապրետա դրած պոլիտիչեսկի խաղերի մեջ մտնել սպորտսմեններին կամ Արցախի դրոշը բարձրացնելը։ Այդ զապրետը դրած է երևի թե 20 թվից հետո Ալիևը, այսպես ասեմ, միջնորդել է դրան, էլի։ Ու լիքը սպորտսմեններ դրա համար տարբեր ձևի տուգանքներ են ունեցել։ Տուգանքները վերաբերվում է ոչ միայն սպորտսմեններին, այլ նաև իրանց կամանդին։ Ուրեմն շատերին հեռացրել են գործից, շատերին թույլ չեն տվել սպորտում էլ ոչ մի բանի масնակցեն ու նման շատ բաներ։ Մենք ունենք նաև սպորտսմեններ, որոնք որ այդ запретին չեն նայում։ Օրինակ боя, победа Вартана Сатряна техническим нокаутом. Как бы ни переживал Нариман Аббасов, также поздравляет Путина, будет выяснять отношения с Жалгасом Жумагулова. Но в любом случае... Վարդան Ասատրյան, ուրեմն 16 թվին ինքը շտրաֆ աստացել ու լիքը պատիժներ, 17 թվին նորից արհամարելով այդ շտրաֆներն ու պատիժները բարձրացրել Արցախի դրոշը, որի համար իրեն արդեն արգելել են մասնակցի։ Ունենք շատ սպորտսմեններ, ովքեր որ բարձրացրել են դրոշը, տուգանքներ են ստացել, բայց միգուցե չեմ պատկերացրել, որ մենակ իրանք չեն տուգանվի կամ պատժվի, այլ այն մարդիկ, ովքեր որ թույլ են տվել այդ դրոշը անցկացնել։ The legs fresh for the second week. Yeah, there's no doubt about it, and he wouldn't know what's going on Rod Laver, but you know if they get into a big, a 5-set tussle, things go more into your favour. He's writing a Tolstoy novel on the camera. Thoughtful guy, good guy as well, and he'll be danger for either Hurkacz or Korda. Absolute danger. Has he got enough lens? Pen's going to run out of ink. Օրինակ 26 թվականի ֆիգուրնի կատանյայի օլիմպիադային մեր Արցախ երաժշտության տակ սպորտսմենները ելույթ պետք է ունենային, Ադրբեջանը դիմում է տվել, որ արգելեն այդ երաժշտությունը, Արցախ անունը երաժշտությունից հանել են, թողել են միայն Դարա Գևորգյան անունը հնչի այդ երաժշտությունը հայտարարելու համար։ Հիմա լսենք մի փոքր մեր պարոն Փաշինյանի ելույթը հարց են տալիս։ Որովհետև դա ձեր գնահատականը, ձեր արձագանքը որն է Օրդուբատում տեղի ունեցած այսպես կոչված չակերտավոր արևմտյան Ադրբեջան վերադարձել փառատոնի հետ կապված, որովհետև դա տեղի ունեցել, պահանջներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ ԱԳՆ-ն են արձագանքել, ոչ վարչապետի աշխատակազմը։
Դա ընդունելի չի, բայց մյուս կողմից ես ասում եմ, ես գիտեմ դա ինչ պատճառահետևանքային կապեր է գիտեմ։ Բայց նույն կերպ ընդունելի չի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում։ Քայլեր ձեռնարկելն է, ես ասում քայլը ռազմավարական գործարքն է։ Պետքա դադարեցվի երկկողմ։ Պետքա դադարեցվի Հայաստանում էլ, պետքա դադարեցվի Ղարաբաղի շարժումը մի ժամը դրացավ։ Շարունակելու Պարոն Փաշինյան, ես ձեզ մի բան եմ ուզում հարցնեմ, ոչ միայն ձեզ, այլ նաև նախկիններին։ Ուրեմն ոնց եղավ, որ Արցախը, որ հայերի ձեռքին էր 30 տարուց ավել, դուք արգելքներ չէիք դնում Ադրբեջանին Ղարաբաղ բառը օգտագործելու, Խանքենդի բառը օգտագործելու եւ այլն եւ այլն։ Իրենք աշխարհով մեկ այդ բառերը օգտագործում են եւ իրենց ամեն ինչ թույլատրելի էր։ Իսկ հենց վլաստը անցավ ադրբեջանցիների ձեռը, ուրեմն արդեն իրանք կարող են ամեն ինչ արգելել, հա, Արցախը չի կարելի, Արցախի դրոշը չի կարելի, Արարատը չի կարելի։ Մի խոսքով, խնդրում եմ իմ ղեկավարությանը ուշադրություն դարձնի այս ամենին։ Այսօր է Սևանը Գյոնչայան։ Գիտեք ինչն է հետաքրքիր, Արցախի երաժշտության տակ անցել են Ադրբեջանի բոլոր օլիմպիադաները, մինչև այն ժամանակ, երբ որ Արա Գևորգյանը դատի է տվել եւ ապացուցել է, որ այդ երաժշտությունը իրեն ստեղծագործությունն է։ Вот и всё. Не нам и не вам, значит, а? Это все вагались.